Մտավախություն չունի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որ մի օր այս մատի այսպեսով մի ճտիկ որոշմամբ իրեն էլ կնկարեն բաղնիքում, ինչպես Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին։ Ոչ չունեմ, որովհետև իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի։ Դժվար է հավատալ Արայիկ Հարությունյանին, երբ Արշակ Սրբազանին վարկաբեկող տեսանյութերը տարածվել են վարչապետի Սրբազան գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել գրառումից հետո։ Երբ անհայտ Թելեգրամյան ալիքի այդ 18+ տեսանյութերը նախ տարածել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի անվան հետ կապվող լրատվամիջոցը։ Տեսեք, հիմա դուք Սրբազանն ասում է, հորինվածք են վարկաբեկիչ տեսանյութերը, առաջարկում է դրանք դնել սեռաբորբոք ՔՊԱ-ականների պատերին։ Այս հարցին էլ չեմ անդրադառնալու։ Բայց ուզելով չէ, ստիպված է անդրադառնալ։ ի վերջո ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի ենթակա մարմինն է կամ կառավարության։ Բայց այնուամենայնիվ սա խոսում են մասին, որ եթե իրենց մասնակցությամբ է եղել, սա ինքնին արդեն միանգամից պատասխանատվություն առաջացնել, եթե իրենց մասնակցությամբ չի եղել, առաջանում է հարց, բայց իրենք ուր են, ուրեմն իրենց տեղում չեն։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակում անում է։ Իսկ ինչ է անում ինքը կառավարությունը անձնական տվյալների պաշտպանության համար, հատկապես որ Եվրամիությունը պայման է դրել։ ԵՄ մտնելու համար Հայաստանը պետք է ունենա անձնական տվյալների պաշտպանության այնպիսի ամբողջական եւ անկախ համակարգ, ինչպիսին եվրոպականն է։ Պայմանը կա, կատարողը չի շտապում։ 2026 թվականից Ֆիննախը 2026-ի համար բյուջեի տողով լրացուցիչ գումար չի հատկացրել գործն արագացնելու համար։ կա առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին, որի հետ կապված առանձին դրույթներ հենց վաղը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ։ Եվ եթե որոշում լինի այն մասին, որ պետք է առանձին մարմին լինի, ապա դա տեղի կունենա եւ միջոցները կհատկացվեն հավելյալ։ Լավ, իսկ ինչ արժեքներով է առաջնորդվում Փաշինյանի հռչակած իրական Հայաստանը։ Հարցնում են ՔՊԱ-ականների, եթե ապայից հոգնած ընդդիմադիրները։ Հայ ժողովրդի ազգային արժեքներն են։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը իրական Հայաստանի ժողովրդի ազգային արժեքների ավելի քան 50 անուն է տալիս։ Հայ առաքելական եկեղեցին ցանկում 23-րդն է, ու որպես ազգային արժեք եկեղեցի միակն ու բացառիկը չէ։ Հայ կաթողիկ եկեղեցին, հայ ավետարանական եկեղեցին։ Վարչապետի կողմից, այսպես ասած, հովանավորվող հայոց ինքնությանը վերաբերող տոների մասին խոսելիս Արայիկ Հարությունյանը նախ չի ասում բանակի տոն, առաջին հանրապետության օր, անկախության օր։ Փաշինյանի աշխատակազմը ազգային ինքնության համատեքստում երկու տոնակատարություն է կազմակերպում՝ քաղաքացու օրը, մեր ժամանակների հերոսը, որը արդեն էլի 2000 կամ 18-ից կամ 19-ից աշխատակազմի կողմից իրականացում է։ Ասենք օրինակ անկախությունը կամ բանակը ավելի քիչ կարևոր են, քան այս երկուսը։ Դուք երևի չֆիքսեցիք իմ պատասխանի մեջ, թե ես ինչ ասեցի։ Նաև այս միջոցառումները, որոնք իրականացում են այն արժեքային համակարգի եւ ինքնության հետ կապված հարցերով, որոնք դուք նշեցիք եւ որոնց մասին ես խոսեցի։ Այսինքն ձեր պատկերացմամբ ինքնությունը բնութագրվում է քաղաքացիությամբ եւ ժամանակի հերոսով, շարունակում է հարցնել ընդդիմադիր խմբակցության քարտուղարը, զայրացնել ի տարբերություն վարչապետի իր դժխոյական հանգստությամբ հայտնի աշխատակազմի ղեկավարին։ Երբեմն տհաճություն եմ զգում, որ երբեմն տհաճություն է զգում նաև իր որակմամբ չանաչանատվող լրագրողների հարցերից։ եւ ոչ թե հարց տալու, Ախ այդ լրագրողները, որ աշխատում են բոլոր ԿՊԱ-ականներին հարցնել։ Մտավախություն չունեք, որ բաղնիքում մի օր էլ ձեզ կնկարեն, կամ գուցե արդեն նկարել են, որ շարունակեք հնազանդ լինել։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։